Գոհություն ու շնորհակալություն քեզ հայրս, դու կենդանի Աստված ես, դու արժանի ես փառքի, մենք մեծարում ենք քո մեծ ու հզոր անունդ, տերերի Տեր հզոր Աստված, թագավոր թագավորած։ Հայր կաղոթեմ ու խնդրեմ, որպեսզի այս ծառայությունը դու առաջնորդես Տերս, քո սուրբ հոգովդ ու քո սուրբ խոսքովդ ու քո սուրբ խոսքիդ ճշմարտությունով։ Օգնի որ մեր կյանքերի մեջ կա կարգ ու կանոն, առաջինը իմ կյանքիս մեջ Տերս։ Սովորեցրու քո կամքդ կատարել, քայլել այնպես, որ քո առջևդ շնորհք գտնենք, լինենք քեզ սպիտանի ու արժանի զավակներ։ Տերս դու այսօր մեզ ցույց տվեցիր, որ մենք պետք է մեր կյանքերի մեջ կանոնավորություն մտցնենք ծառայությունները անցկացնելու հարցում։ Որ պետք է մեր կյանքի մեջ ամենակարևոր առաջնային տեղը տնենք քո խոսքդ լսելը ու կատարելը։ Օգներ, որպեսզի Հռոմեացիների 7-րդ գլուխը կաշտանք ու հասկանանք քո սուրբ կամքիդ պես։ Այնպես ինչպես դու կցանկանաս, որ հասկանանք։ Ճանաչեցրու մեզ ճշմարտությունը ցանկացած հարցի հետ կապված, որը որ մեզ կազատագրե ամեն տեսակի մեղքից, ամեն տեսակի սխալից։ Առաջնորդիր, որ կաշտանք, ուսումնասիրենք այն չափով, ինչ չափով, որ կցանկանաս, որպեսզի մենք հասկանանք քո խոսքդ ու կիրառենք։ Դու բաց մեր հոգու, մտքի, սրտի աչքերը, որպեսզի քո խոսքդ տեսնենք քո աչքերովդ, ճանաչենք ճշմարտությունը Տերս։ Ազատվենք մոլորեցնող ամեն տեսակի պիղծ ոգիներից ու սխալ ուսմունքներից ու սխալ առաջնորդներից ու սխալ քարոզողներից, որոնք որ քո սուրբ կամքիդ դեմ են, որոնք որ մեզ քեզանից կհեռացնեն, որոնք որ մեզ կտանեն մոլորության Տերս։ Մենք կփափագենք, որպեսզի քո խոսքդ հասկանանք ամբողջությամբ ու կիրառենք մեր կյանքերի մեջ։ Փառք, պատիվ, գոհություն ու շնորհակալություն քեզ հայրս։ Դու արժանի ես փառքի, դու արժանի ես պատվի, դու արժանի ես գոհության, դու արժանի ես շնորհակալության։ Մենք հավաքվել ենք քեզանից սովորելու, մենք հավաքվել ենք սրբվելու ու մաքրվելու, մենք հավաքվել ենք քեզ ավելի մոտիկից ճանաչելու համար ու քեզ մտերմանալու համար, որպեսզի լսենք քո կամքդ, կատարենք քո կամքդ։ Մենք հավաքվել ենք, որպեսզի լցվենք սուրբ սիրով, որը պակասում է մեր բոլորիս մեջ։ Փառք քեզ, պատիվ, գոհություն ու շնորհակալություն։ Այս ծառայությունը հանձնում ենք քո ձեռքերիդ մեջ, դու առաջնորդիր մեզ քո սուրբ հոգուդ առաջնորդությունով։ Թող փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեր բոլորիս կյանքերում ու ընտանիքներում, հավիտյանս հավիտենից ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս ամեն։ Հռոմեացիս 7-րդ գլուխ։ Ամուսնությունից լուսաբանություն, այսինքն այսօր կքննարկենք ամուսնության մասին որոշակի հարցեր։ Միթե չգիտեք եղբայրներ, քանի որ ես օրենքը գիտեցողներին կխոսեմ, որ օրենքը մարդուս վրա կիշխե, որչափ ժամանակ որ ողջը։ Քանի որ այր ունեցող կինը իր ողջ էրկանը կապված է օրենքով, բայց եթե այրը մեռնի, արձակված է էրկանը օրենքից, այսինքն ամուսինը օրենքից ազատված է, եթե ամուսինը կմեռնի։
Քանի որ այր ունեցող կինը իր ողջ էրգանը կապված էր օրենքով, բայց եթե այրը մեռնի, արձակված է էրգանից օրենքից։ Ուրեմն, քանի որ այրը ողջ է, շուն պիտի կոչվի, եթե ուրիշ էրգանի կին լինի, բայց եթե այրը մեռնի, այն օրենքից ազատ կլինի, այնպես որ շնացող չի լինի, եթե ուրիշ էրգանի կին լինի։ Ուստի դուք էլ իմ եղբայրներս Քրիստոսին մարմնով օրենքին մեռաք, որպեսզի ուրիշի լինեք, նրան որ մեռելներից հարություն առել է, որպեսզի Աստծուն պտուղ բերեք, քանի որ երբ մենք մարմնով էինք, մեղքերի կրքերը, որոնք օրենքով կլինեին, մեր անդամների մեջ կներգործեին, որպեսզի մենք մահվան պտուղ բերենք, բայց հիմա այն օրենքից արձակված ենք, քանի որ մեռանք նրանով, որով բռնված էինք, որպեսզի մենք ծառայենք հոգիի նորոգությունով, ոչ թե գրի հնությունով։ Ուրեմն կաշտացի Հռոմեացիս 1-7 խոսքերը, ենտավերնագիրը, հիմի կքննարկենք այդ ենտավերնագիրը, ժողովուրդ ջան։ Նախադասություն առ նախադասություն, հադիկ պիտի քննարկենք այս խոսքերը, որոնց Տերը բացեց, որպեսզի քննարկենք։ Միթե չգիտեք, եղբայրներ, քանի որ ես օրենքը գիտեցողներին կխոսամ։ Ուրեմն Պողոսը կսե ում հետ կխոսա, օրենքը գիտեցողների հետ։ Որ օրենքը մարդուս վրա կիշխե։ Մարդու վրա ինչը կիշխե օրենքը։ Որչափ ժամանակ որ ողջ է։ Ուրեմն երեխեք ուշադիր լսեք։ Մենք օրենքով կապրինք այնքան ժամանակ, ինչքան որ կապրինք։ Մարդ նոր կմեռնի, ինչքան է կուզե հանցանք գործածեղնի, օրենք էլ չկա, չէ, մարդկային օրենք չկա վրեն։ Արդեն մեռնելուց հետո աստվածային օրենքները կգործե։ Բայց մարդը քանի կապրի երկրի վրա, ինքը օրենքի տակ է։ Ինչքան որ ինքը կապրի, ողջը։ Քանի որ այր ունեցող կինը իր ողջ էրգանին կապված է օրենքով։ Բայց եթե այրը մեռնի, արձակված է էրգանը օրենքից։ Այսինքն, եթե դու ամուսնացած ես մեկի հետ, դու իր այդ կապված ես այնքան ժամանակ, ինչքան ինքը ողջ է։ Ստեղ այդ մասին կխոսացվի։ Իսկ եթե կմեռնի քո ամուսինդ, արդեն այդ օրենքից ազատ ես արձակված։ Հասկացաք, սկանը, շարունակենք։ Ուրեմն, քանի որ այրը ողջ է, շուն պիտի կոչվի, եթե ուրիշի կին լինի, բայց եթե այրը մեռնի, այն օրենքից ազատ կլինի, այնպես որ շնացող չի լինի, եթե ուրիշի էրգան կամ կին լինի։ Երեխեք, ուրեմն, ստեղ Պողոսը կխոսա երկրորդ անգամ ամուսնանալ կարելի է այն ժամանակ, երբ որ ամուսինը կամ կինը կմահանան։ Իսկ եթե մահացած չեն, ու երկրորդ անգամ կամուսնանա, կսե դու շուն պիտի կոչվիս։ Այսինքն շնություն։ Դու շնություն կենես, քո ամուսինը ողջ է, դու ուրիշի հետ ես ամուսնացել, ստեղ այդ մասին կխոսացվի։ Ուստի դուք էլ իմ եղբայրներս Քրիստոսի մարմնով օրենքին մեռաք, որպեսզի ուրիշի լինեք, նրան, որ մեռելներից հարություն առել է, որպեսզի Աստծո պտուղը բերեք։ Նորից կարդանք։ Ուստի դուք էլ իմ եղբայրներս Քրիստոսի մարմնով օրենքին մեռաք։ Ուրեմն նայեք։ Ինչ որ երբ որ դու ազատ կարծակվիս, կինը կամ ամուսինը, երբ որ իրա կեսը կմեռնի նոր կրնաս, երկրորդ անգամ ամուսնանաս, նայք ինչ համեմատություն կբերի երեխեք ստե։ Նմանապես կսե։ Ուստի դուք էլ իմ եղբայրներս Քրիստոսի մարմնով օրենքին մեռաք, այսինքն Քրիստոս նոր մեռավ, մենք օրենքից ազատ արձակվանք։ Հասկացաք, այն ժամանակում նախքան Հիսուսի գալը մենք կապրեինք օրենքով, մովսիսական օրենքներով կապրեինք, մարդիկ կապրեին Մայիսևսկի օրենքներով։
Բայց երբ որ արդեն Հիսուսը եկավ, մենք արդեն օրենքի համար մեռանք, այսինքն օրենքը չկա, մենք մեռել ենք, շարունակությունը լսենք, որպիսի ուրիշինը լինենք, նրան, որ մեռելներից հարություն առել է, որպիսի Աստծու պտուղ բերենք, մի նայեք, արդեն մենք այդ օրենքից ազատ ենք արձակվել, ու մենք արդեն ուրիշինն ենք, Հիսուսինն ենք, հասկնակա, ազատ ենք ապրելու առանց օրենքի, պատկերացրեք, օրենքի գերությունից իշխոր, այն ժամանակում լիքը օրենքներ կար, չէ, Հիսուսը ինքը չէր հետևե, ինքը այն օրենքներին ինչ որ գրված էր, ինքը շաբաթ օրը բժշկություններ կեներ, չէ, այն ժամանակներում եթե բանը կսեին դու կնոջ հետ շնություն երեցիր մեղքեր, Հիսուսով սավ, եթե նույնիսկ շնության աչքերով նայես մեղքեր, հասկնակը, օրենքը լրիվ փոխեց Հիսուսը, այսինքն Հիսուսով մենք մեռանք օրենքի համար, ինչ որ կինը ազատ է ամուսնուց, ամուսինը կնոջից, երբ որ կողագիծը կմեռնի, Հիսուսի մահով մենք ազատ արձակվանք մեղքից, պատկերացրեք երեխեք, ինչ կուզեի սեի, շարունակությունը, ուրեմն Քրիստոսի մարմնովը օրենքին մեռանք, որպիսի ուրիշ լինենք, նրան, որ մեռելներից հարություն առել է, որպիսի Աստծուն պտուղ բերենք, ու մենք հիմի արդեն կանչված ենք, որպիսի Աստծուն պտուղներ բերենք, պտղաբեր եղնենք, ապրենք պտղաբեր կյանքով, քանի որ երբ մենք մարմնով էինք, մեղքերի կշկերը, որոնք օրենքներին կլինեին, մեր անդամների մեջ կներգործեին, որպիսի մենք մահվան պտուղ բերեինք, նայեք երեխեք, օրենքի տակ էինք, մեռած չէինք, մեր անձերը, քանի որ մենք մարմնով էինք, երբ որ դու մարմնով կապրես, մարմնով ապրել ինչ կնշանակի, մարմնի ցանկություններով ապրել, կենեսեն ինչ որ մարմինդ կցանկանա, հոգով ապրել ինչ կնշանակի, հոգով ապրել կնշանակի ապրել հոգու ցանկությունները կատարելով, այսինքն Աստծու կամքը կատարելով, շարունակությունը, քանի որ երբ մենք մարմնով էինք, մեղքերի կշկերը, որոնք օրենքով կլինեին, մեր անդամների մեջ կներգործեին, որպիսի մենք մահվան պտուղ բերեինք, մարմնով որ կապրես, կսկսես մեղքեր գործել երեխեք չէ, երբ որ մարմնով կապրես, ու մարմնով ապրողները ինչ կբերեն, որպիսի մենք մահվան պտուղ բերենք, եթե մարդը մարմնով կապրի, ինքը մահ կժառանգի, քու պտուղներդ մահվան պտուղներ են, հասկացաք, ստեղ ինչի մասին կխոսա, քանի որ երբ որ մարմնով էինք, մեղքերի կշկերը, մարմնավոր ցանկությունները այսինքն, որոնք օրենքով կլինեին, այսինքն օրենքի շրջանակներում կեղնեին, որոնք մեզ մահվան պտուղ կբերեին, այսինքն շատ հաճախ օրենքից, շատ օրենքներից ստեղ ինչ կսե, որպիսի մենք մահվան պտուղ բերեինք, բայց հիմա այն օրենքից արձակվանք, քանի որ մեռանք նրանով, որ բռնված էինք, որպիսի մենք ծառայենք հոգու նորոգությունով եւ ոչ թե կրկի հնությունով։ Ուրեմն երեխեք, ստեղ կխոսացվի, որ օրենքը շատ օրենքներ կնան սպանեն։ Մենակ օրենքներին հետևելով կգնիս մեղավոր ցանկությունների մեջ, մեղքերի մեջ։ Բայց Հիսուսով մենք ազատվանք օրենքից, ազատ արձակվանք ու հիմի մենք կծառայենք հոգու նորոգությունով, ոչ թե քրկերի հնությունով։ Այսինքն հիմի մենք արդեն Տիրոջը պիտի ծառայենք Սուրբ Հոգով, ոչ թե քրկերով, այլ Սուրբ Հոգով։ Բայց դա կարծիք կնշանակի, որ մենք Աստվածաշնչյան գրություններին պիտի չհետևենք։ Ինչ կուզես է Պողոսը այս ամենի հետ կապված հարց կառաջանա։ Ինչ կուզե Պողոսը սե այս
ամենի հետ կապված։ Ուրեմն ստեղից ձեր կարծիքների հիման վրա ինչ հասկացանք։ Ուրեմն կինը կրնա բաժնվի ամուսնուց կամ ամուսինը կնոջից երկրորդ անգամ ամուսնանա, որ դեպքում կրնա երկրորդ անգամ ամուսնանա։ Առաջինը, երբ որ իր ամուսինը կամ կինը մահացած է։ Եթե կքննենք մյուս կրությունները, եթե կրնաս բաժնվիս երկրորդ անգամ ամուսնանալու համար, օրինակ ես չեմ հանդիպել որևէ տեղ գրած, երեխեք ջան, որ ամուսինը կամ կինը իրար կդավաճանեն, կրնան բաժնվի, բայց երկրորդ անգամ ամուսնանալու հետ կապված ես ինքս փաստեր չունիմ ու չեմ կրնա ավելցնեմ։ Հա, բայց օրինակ իմ կյանքիս բերումով ես տեսել եմ, որ Աստված թեկուզ դավաճանություն եղել է, ինձ ու իմ ամուսնուս չի թողել որ բաժնվենք։ Չի թողել։ Ու մենք այնքան ենք ապրել իրար հետ, մինչև որ մահը մեզի իրարից չի բաժանել։ Հասկնակը, ես օրինակ ըդիկ ապրել եմ իմ անձնական կյանքիցս կրնամ սը։ Հաջորդը կրնաս բաժնվիս ամուսնուծդ, եթե ինքը չի ուզե քեզ հետ ապրի։ Կնոջից կրնաս բաժնվիս, ինքը չի ուզե քեզ հետ ապրի, խո չես կրնա իրան պարդադրես, տես կսե մենակ պիտի բաժնվիս այդ դեպքում։ Լավ, սպես հարց տանք, իսկ ինչ են այն կանայք կամ ամուսինները, եթե տվյալ մարդու ամուսինը դավաճանել է իրան, հեռացել է, գնացել է։ Ինչ են այդ կինը։ Կնա արդյոք երկրորդ անգամ ամուսնանա։ Սիրելիներ, ուրեմն եւ խմպակով ես կանցկացնեմ ծառայություն եւ բոլորիդ հետ կխնդրեմ մեկնությունների մեջ գրեք այս հարցերի պատասխաններ։ Մի քանի հարցեր, որոնց պատասխանները կուզենայի որ գրեիք, որովհետեւ շարունակության մեջ պիտի խոսանք այդ մասին։ Ինչ են այն կանայք, որոնց ստիպողաբար ամուսնացրել են ուրիշի հետ, տղամարդու հետ, օրինակ առաջներում շատ հաճախ ստիպելով են նշանը, ոչ թե տիրոջ կամքով, տիրոջ կամքի պես չի եղել ամուսնությունը։ Մյուս հարցը, ինչ են այն կանայք, որոնց ամուսինները դավաճանել են կամ այն տղամարդիկ, որոնց կանայք են դավաճանել իրանց։ Ինչպիսի սուրբ կրային համարներ կա, որ դեպքում կարելի է երկրորդ անգամ ամուսնություն։ Ուրեմն մենք վաղը էլի ժամի 11-ին այս հարցի շուրջ շատ մանրամասն պիտի քննարկենք։ Օրինակ ես մի հատ վկայություն եմ լսել, որ մի հատ քուր, որ նոր իր ամուսնուց բաժնվել է, ու ես մեր խմպակին էի ուղարկել։ Որոշ մարդիկ լսել են, որոշ մարդիկ չեն լսել։ Ինքը բաժնվել է իր ամուսնուց ոչ շնության պատճառով ու եկեղեցով ամուսնացել է մի հատ տղամարդու հետ։ Ունեցել են շատ լավ ընտանիք, բաժնվել է ամուսնուց, որովհետև հոգնծրել է իրան, մի խոսքով սեր չի զգացել իր նկատմամբ։ Ու երբ որ ինքը հանկարծակի կմահանա, այդ վկայությունը ես մնաք կդնեմ, որովհետև շատերին եմ ուղարկել, այս տեսանյութի տակ եք տեղադրեմ կամ վաղվա առաջ Աստված, երբ որ ինքը մահացել է, Աստված իրան ցույց է տվել, որ քու երկրորդ ամուսնությունդ ընդունված չէ երկնքում։ Քու առաջի ամուսնությունն է ընդունված։ Օրինական ձևով ընդունված է։ Ու ինքը շատ ծանր կապրի այդ ամեն ինչը։ Որովհետև այս երկրորդ ամուսնուն ինքը իջոք շատ կսիրել, եկեղեցում օրհնել են եւ այլն։ Բայց Աստված ինքը ասել է. ես քո առաջի ամուսնությունդ ընդունել եմ։ Դիք արդեն երկնքում գրանցված է։ Հասկնակը, երեխեք, Աստվածաշնչի մեջ նայեք այս խոսքերն որ կարտացինք, օրենքից մենք դուրս ենք եկել, մենք մի հոգով կապրենք։ Ստեղ ինքան հոգով ապրել ինչ կնշանակի։ Որտեղ հոգին այնտեղ ազատությունն է։ Ոչ թե սանձարձակություն է։ Ազատություն կնշանակի ապրել Աստծու հետ ազատ։ Որովհետև այնքան հարցեր ու խնդիրներ կան, որ ամեն ինչը գրված չէ Աստվածաշնչի մեջ, բայց Սուրբ Հոգին քեզի կհայտնե ազատ։ Հասկնակը,
Սրանք հարցեր են, որ կուզենայի քննարկել։ Սիրելիներ, սիրելի բաժանորդներ, ես կուզենայի, որ դուք այս հարցերին պատասխանեիք ամեն մեկը մեկնությունների մեջ, որ դեպքում կարելի է կնոջը կամ տղամարդուն երկրորդ անգամ ամուսնանալ։ Ու մեկ է մեր հարցը եւս, որ ամուսնությունն է Աստծուն հաճելի։ Ուրեմն շարունակությունը օրենք եւ մեղք։ Սի կկարտամ օրենք եւ մեղքը ու նորից կշարունակենք քննարկել հմի։ Բայց վաղվա ծառայության ժամանակ մենք անպայման այս հարցերի պատասխանները պիտի էլ ավելի մանրամասն քննարկենք։ Գնայինք մեր բաժանորդները ինչ կսեն ձեր կարծիքների մածակ հրեշտան։ Ուրեմն մեզի պետք է որ մենք ամբողջական պատասխան ունենանք։ Ուսումնասիրեք, քննեք վկայություններ, Աստվածաշունչ, ինչ որ Սուրբ Հոգին կառաջնորդե, որբիսի այս հարցին նորից վաղը անդրադառնանք։ Օրենք եւ մեղք։ Ուրեմն ինչ ասենք, օրենքը մեղք է։ Եթե մեղքից Հիսուսը մեզի ազատել է, ուրեմն օրենքը մեղք է։ Քավ լիցի, բայց ես մեղքը պիտի չճանչնայի, եթե օրենքը չլիներ։ Ինչպես ցանկությունն էլ պիտի չգիտենայի, եթե օրենքը չլիներ, մի ցանկանար։ Քսե, ինչի որ սեցի օրենքից ազատել է, ուրեմն օրենքը մեղք է, չէ՞ քսե։ Ես ինչ կրնայի իմանայի, որ մի ցանկանարը մեղք է, եթե օրենքը չեղներ։ Այսինքն, օրենքը մեզի տրված է մեր մեղքերը հասկանալու համար։ Շարունակությունը։ Բայց մեղքը պատվիրանքը առիթ սեպելով իմ մեջ ցանկություններ գոյացրեց, քանի որ առանց օրենքի մեղքը մեռած է։ Այսինքն, եթե դու օրենք չիտես, մեղքը չես ճանչի։ Օրենքը պիտի գիտենաս, որն է ճիշտ, որը սխալ։ Չէ՞։ Օրինակ ավտոդպրոցնոր մենք կսորվինք, եթե դու չսորվիս ավտոդպրոցը, դու չես գիտենա թե ինչ պիտի քշես մեքենան, ինչ օրենքներ կա, որ դեպքում ոստիկանը կկանգնի, որ դեպքում վտարային իրավիճակներ կրնա ստեղծես, չէ՞, այդ օրենքը շատ պետք է, չէ՞։ Եթե օրենքը չիտենաս, դու պրավայի չես ունենա, վարորդական իրավունք չես ունենա, չէ՞։ Այդ օրենքը պետք է, օրենքը ցույց կտա, թե դու ինչ պիտի վարես մեքենան, որ այդքան մեքենաներ կշտան, բայց վտարներ շատ քիչ տեղի կունենան, չի, որովհետև մեծ մասամբ կքշեն օրենքներով։ Ուրդեղ վտար կեղնի, ուրդեղ որ օրենքը մարդիկ կմերժեն։ Շարունակությունը։ Ես էլ առանց օրենքի մի բան կենտանի է, մի ժամանակ կենտանի էի։ Առանց օրենքի մարդը կսեք, ես մի ժամանակ կենտանի էի։ Բայց երբ պատվիրանը վրաս հասավ, մեղքը ողջնցավ։ Այսինքն, մեղքը երբ կենտանանագը, երբ որ դու օրենքը կսորվիս, նոր քու մեղքը Երևան կենի կենտանանա, այսինքն իմացար, դες մենք ինչի ամեն օր կաղոտենք, չէ։ Տեր ջան մեզի հայտնե մեր մեղքերը, Տեր ջան մեզի հայտնե մեր սխալները, երբ կիմանանք մեր մեղքերն ու սխալները, որ օրենքը կիմանանք, վկայությունների միջոցով կիմանանք, Աստվածաշունչ կարդալու միջոցով կիմանանք, այսօր մենք կարդացինք, իմացանք, չէ, այսինքն մեր մեղքը ողջնցավ, այսինքն կենտանացավ, Աստված մեզի հայտնեց մեր մեղքերը։ Հասկացաք երեխեք ջան, ինչքան կարևոր է օրենքը գիտենալ, այսինքն դեռ Պողոսը կսե Հիսուսը մեզի օրենքից ազատեց։ Այսինքն մենք պիտի հոգով ապրենք։ Ստեղեք սեն չի, որ հոգով դաբրենք, կդի կնշանակի, որ օրենքը չի կործե, չէ, օրենքը պիտի քեզի ցույց տա մեղքը։ Ստեղե այդ մասին խոսա։ Այսինքն շատ հաճախ մեզի կթվա թե Աստվածաշունչը կհագասե մեկը մյուսին։ Հագասություններ կան այն մարդկանց համար, ովքեր որ հոգով չեն մեկնե Աստվածաշունչը, ու որ տրված չէ Աստվածաշունչը մեկնել։ Այսինքն օրենքը կա, բայց հոգին օրենքը կողջնցնե։ Հասկնաք, ավելի ճիշտ ձևով մեզի կմեկնե ու կհասկացնե։ Շարունակությունը կարդանք։ Եվ ես մեռա ու այն պատվիրանը, որ կյանքի համար էր, նույն ինձի մաբան համար եղավ։ Ուրեմն կսե եւ ես մեռա։ Երբ որ օրենքը գիտեցավ, ինքը մեռավ, ու այն պատվիրանը, որ կյանքի համար էր, նույնը ինձի մաբան համար եղավ։ Այսինքն
Ուրեմն սիրելիներ, մեր խմբագով քննարկումներ երեցինք, վերջի նախադասությունը կարդամ ու շարունակությունը կքննարկենք վաղը։ Եվ ես մեռա այն պատվիրանքով, որ կենտանի էի, նույնը ինձի մահվան համար եղավ, քանի որ մեղքը պատվիրանքը առիթ սեպելով ինձ խաբեց ու նրան մեռցրեց։ Ուստի օրենքը սուրբ է, ու պատվիրանը սուրբ է, աշտար ու բարի։ Հիմնականում ստեղ կխոսացվի այն մասին, որ պատվիրանը ընկում դնելու համար չէ, պատվիրաններ կատարելը շատ կարևոր է։ Իսկ ամուսնության հետ կապված ամեն մեկիցդ կակնկալեմ պատասխան, սիրելիներ, որպեսզի քննենք բոլորս միասին։ Հարցեր, որի պատասխանները շատ շատերին կհետաքրքրի, որ դեպքում կարելի է բաժանվել ու երկրորդ անգամ ամուսնանալ։ Ինչքան տեսանյութեր ես կրնացի գտնեմ, կդնեմ այս տեսանյութի տակ սիլկեկը։ Եթե դուք կրնաք տեղադրեք վկայություններ, աստվածաշնչյան խոսքեր, ուրեմն շատ մեծ սիրով կքննարկենք ձեր դրած համարները եւս։ Սկանը ինչ որ կուզենայի այսօր ցեզ հետ կիսվեի, լավ մնացեք, իսկ մենք մեր խմբագով նորից այս հարցը քննարկենք։